Ողջույն, եթերում հարցազրույցն է, այսօր զրուցակիցս Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է։ Բարև ձեզ։ Աստծո բարև։ Շնորհակալ եմ պարոն Սարգսյան հրավերն ընդունելու համար։ Պարոն Սարգսյան, ինչպես եւ տեղեկացանք, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները ավարտվել են, երկու կողմը հայտնեցին, որ պայմանագիրը արդեն պատրաստ է ստորագրման, չհամաձայնեցված երկու դրույթը կողմերը համաձայնեցրել են։ Ընդհանուր առմամբ ո՞նց կգնահատեք այս process-ը եւ արդյոք սպասելի է սա։ Եթե համացանցին հետևելով ասեմ, պիտի ասեմ, որ նախախաղության համաձայնագիր մենք ինքներս մեր մեջ պիտի կնքենք, որովհետև այդ տեսակետները այնքան տարբեր էին, ու եթե մենք ուզում ենք ինչ-որ բան Ադրբեջանին պարտադրել, ապա մենք պիտի մեր մեջ ուժ գտնենք ընդհանուր հայտարարի գալու։ Ինչ վերաբերվում է ընդհանուր համատեքստին, ապա մեր ժողովուրդը իսկապես խաղաղություն է ուզում եւ այդ լուրից պիտի մեր ժողովուրդն ուրախանար իրականում, բայց որոշակի վախեր տեսա ընդհանուր հանրային շփումների առումով, կասկածներ տեսա, ինչը շատ բնական է, որովհետեւ Ադրբեջանին վստահելը այդ կամ Ադրբեջանի նախագահին կամ Ադրբեջանի այսօր տիրող իշխանությանը վստահելու որևէ արգումենտ մեր ժողովուրդը իրականում չունի, իսկ այդ վախերը փարատելու համար որոշակի քայլեր է անել պետք եւ դա էր պատճառը, որ ես համացածում գրառում արեցի, որովհետեւ ես կարծում եմ, որ այսօր դնել ու քննարկել թե 16-17 կետերը ինչում են եւ այդ կետերին գնահատական տալը չեմ համարում այդքան էլ ճիշտ, որովհետև կա համաձայնություն, ու եթե մենք այսօր ասում ենք այդ համաձայնությունից հրաժարվել է պետք, ուրեմն մենք ասում ենք պիտի սկսենք պատերազմը։ Բայց կան շրջանակներ, որ ասում են այդ համաձայնությունից պիտի հրաժարվենք, թե կան մարդիկ, ովքեր ասում են սա ի վերջո կամ չի ստորագրվելու, հաշվի առնելով Ադրբեջանի պահանջները, որոնք էլի ու էլի առաջ են բերվում, կամ ուղղակի եթե նույնիսկ ստորագրվի, որևէ ձև խաղաղություն մենք չենք ունենալու, բայց կան արդյոք շրջանակներ, որ ասում են առհասարակ հրաժարվեք համաձայնությունից։ Ես կարծում եմ, որ այն հայտարարությունները, որոնք որ արվեցին տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից, մասնավորապես հետևել եմ Հանրապետական կուսակցության հայտարարությանը, Դաշնակցության մոտեցումներն եմ տեսել, հետաքրքիրը նրանում է, որ նման իրավիճակներում քաղաքական դաշտում լռություն է տիրում։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր գիշեր-ցերեկ համացանցում խոսում են, այդ իրավիճակից հետո որևէ մեկը ձայն չէր հանում, ու դա էր պատճառը, որ նաև ես գրեցի, որտեղ հանրությունը սպասում է ինչ որ տեսակետ ասելու, այսինքն զգուշանում են ինչ որ բան ասեն, ժողովուրդը կընդունի թե չէ։ Իսկ այդ մարդիկ իրենց հիմնականում երկրի պորտն են համարում ու չեն ուզում այդպիսի դեպքերում տեսակետ ասել։ Այս կուսակցությունների մոտեցումը բերում է նրան, որ այն ինչ որ որոշված է մեր դեմ է ու սխալ է։ Այսինքն դրա հետևությունն է, որ քննադատում են ու դրանից հրաժարվել է պետք։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ ցանկացած բան կարելի է քննադատել։ Օրինակ, աթեիստները քննադատում են նոր կտակարանը, ու ինչ են առաջարկում, Աստված չկա ու վերջ։ Հետո դա լուծում է։ Իմ առաջարկը այլ համատեքստում է։ Իմ առաջարկը նրանում է, որ դրանցից յուրաքանչյուր կետերի առումով մեր կուսակցությունը կամ ես առանձին տեսակետներ ասել ենք, բայց խնդիրը այսօր կա փաստը, ու այդ փաստի հետ պիտի հաշվի նստես։ Ու այդ փաստի հետ հաշվի նստելով պիտի փորձես այնպես անել, որ այն անվստահությունը ինչ որ կա, կարողանաս այդ անվստահությունից դուրս գալ ու այդ փաստաթուղթը սարքես մեր ժողովրդի համար ավելի հուսալու ու հիմնավոր հետագա խաղաղության հասնելու գործընթացում։ Եվ այս առումով ու այս տեսակետով եթե համացանցում նայում ենք, բավականին դրական ու լավ տեսակետներ կային։ Մասնավորապես դրական ու լավ տեսակետ ու մտածելու տեսակետ էր հայտնում պարոն Քոչինյանը, Արեգ Քոչինյանը, շատ հետաքրքիր էր Սոսետ Ատիկյանի տեսակետը, ասենք այն հարցերը, որոնք վիճաբանական են համարում այդ կուսակցությունները։ Իսկ վիճաբանականը հիմնականում երկու հարցին էր վերաբերվում, առաջինը հայցերից հրաժարվելուն, երկրորդը եվրոդիտորդներին։ Եվ այս առումով այն, որ ես առաջարկում էի, որ այ համաձայնագիրը կա, այ հիմա հենց մի անգամից, քանի որ Ադրբեջանը համաձայնել է, ավելին Ադրբեջանը ոչ միայն համաձայնել է, ասել է, որ Հայաստանը ընդունել է մեր բոլոր պայմանները,
Գերմանիայի արտգործնախարարն էլ ասել է, որ Հայաստանը ռիսկային զիջումների է գնացել, բայց հարգանքի արժանի զիջումների։ Այ մենք գնացել ենք զիջումների։ Այս սրան համաձայնել եք, հենց վաղը եկեք ստորագրենք։ Այսինքն այսօր այդ Արեգ Քոչինյանի առաջարկներ, որ հնարավորինս շուտ խնդիրը տանել ստորագրության։ Ես էլ առաջարկում եմ հայկական կողմի նախաձեռնությամբ կարող է տեղի ունենալ, այսինքն հայկական կողմը ինչ կարող է անել, որ Ադրբեջանը ստորագրի։ Ձեր առաջարկը այո, Միացյալ Նահանգներին դիմելն է։ Այո, հայկական կողմը կարող է ասել, քանի որ համաձայնել ենք այս կետերով։ Դուք սրան ասում եք, որ համաձայն եք, չէ՞։ Եկեք այսքանը ստորագրենք։ Տեսեք, դրանից հետո Ալիևն ինչեր է հայտարարում, Ադրբեջանից ինչ հայտարարություններ կան, բայց կա թուղթ, որ դուք ասում եք, որ այս փաստաթուղթը արդեն համաձայնացված է, վերջ։ Ու քանի որ համաձայնեցված է, դուք ասում եք եկեք ստորագրենք, թող իրենք ասեն չենք ստորագրում։ Հասկանաք, սա քաղաքական համատեքստում ընդհանուր բանակցությունների գործընթացը ու Ադրբեջանի վրա ճնշումները մեծացնելու գործընթացը ել ավելի մեծացնելու հնարավորություն է տալիս։ Տեսեք, ու այս համատեքստում ինչի եմ ասում Միացյալ Նահանգներ, որտեղ շատերը իմ գրառման տակ գրում են, իսկ ձեր Եվրոպան ուր մնաց, եւ հիմնականում ԿՊ-ի կողմնակիցներն են այդ գնում։ Մեր Եվրոպան որևէ տեղ էլ չմնաց, այդ Եվրոպան մերը չի, նաեւ ձերն է, եւ դուք էլ եք ազգային ժողովում դրան կողմ կվիարկել, բայց խնդիրը հետեւյալում է. Ալիևը Եվրոպայում չունի աջակիցներ։ Բացի Հունգարիայի չկա որևէ երկիր, որ Ադրբեջանին աջակցի։ Այս քաղաքական, իսկապես արտաքին քաղաքական ձեռքբերում է։ Վերջերս էլ Եվրոպայի խորհրդարանը 500 քանիսով կողմ քվեարկեց գերիների առումով Հայաստան։ Այսինքն Ալիևը Եվրոպայում զրո աջակցություն ունի։ Բա Միացյալ Նահանգները կարող է Ալիևին ստիպել կամ համոզել, որ ստորագրի այն փաստաթուղթը, որի շուրջ արդեն կողմերը ունեն բոլոր համաձայնությունները։ Բոլոր կետերով։ Որ ես ասում եմ, որ մենք դիմենք Միացյալ Նահանգներին, կարող է թե չի կարող, դա հարցի մյուս կողմն է։ Ես համոզված եմ, որ կարող է։ Ես համոզված եմ, որ Միացյալ Նահանգների նախագահի համար գերկարևոր է այսօր ունենալ մի փաստաթուղթ, որի վրա գրած է խաղաղության համաձայնագիր, որտեղ ինքը եկել է ընտրությունների, ասել է, որ ես ընտրվել եմ Աստծո կամքով, որպեսզի երկիր մոլորակում խաղաղություն տիրի։ Ինքը սպիտակ օվալաձև կաբինետ մտնելուց առաջ 3 անգամ կրկնել է Երանի խաղաղարարներին նրանք Աստծուն են տեսնելու։ Լավ, պարոն Սարգսյան, դուք ասում եք, որ քանի հնարավոր է այս պահին համաձայնեցված կետերով ունենալ փաստաթուղթ, թող Ադրբեջանը որևէ կերպ դա ստորագրի։ Բայց այս ստորագրելուց հետո արդյոք մենք կունենանք այն խաղաղությունը, որի մասին այդքան խոսում ենք։ Արդյոք այն փաստաթուղթը, որը կարող է նաև ստորագրվել այս համաձայնությունից հետո, կբերի այդ խաղաղությունը։ Ասեմ հետևյալը։ Իսկ մենք փոխարենը ինչ ենք առաջարկում։ Գիտեք, դժբախտաբար մեր ունեցած տնտեսական, ռազմական, քաղաքական պոտենցիալը բավարար չէ, որ մենք Ադրբեջանին կարողանանք պարտադրել իրական խաղաղություն։ Իսկ իրական խաղաղության հիմնական բաղադրիչը տնտեսությունն է։ Եվ դրա համար իմ առաջարկած կամ իմ մոտեցման մեխերը հաջորդ 2 կետերն էին, որոնք ես առաջարկում էի անել։ Եվ դրանք նույնչափ կարևոր էին, ինչքան առաջի կետը։ Երկրորդ կետով ես առաջարկում էի, որ դիմել նաև Միացյալ Նահանգների իշխանություններին խաղաղության խաչմերուկի համատեքստում, որը համընկնում է Միացյալ Նահանգների առաջարկած միջանցք ծրագրին, այդ համատեքստում Հայաստանի երկաթուղիները, որը ես իսկապես լավ ուսումնասիրել եմ, որը նաև Հայաստանի իշխանությունները մանրամասը ներկայացնում է, որ երասխից դեպի Ախուրյան գնացող այդ ընթացքը, որը Հայաստանի Հանրապետության տարածքում կա, իսկ Թուրքիայի տարածքում չկա, պիտի նորը կառուցեն։ Իմաստը որն է նորը կառուցեն, երբ որ կարող է երասխից դուրս գալ ու կառուցածը կա դրանով գնալու Ախուրյանից մտնել Թուրքիա։ Այսինքն ծախսերը ահռելի էժանացնում է։ Նոր երկաթգիծ կառուցելու Թուրքիայի հետ էնել քրդաբնակ մանածներում կառուցելու կարիքը չկա։ Եվ այս ծրագրի պարագայում առաջարկում եմ, որ Միացյալ Նահանգները որպես բաժնեմասի տեր մասնակցություն ունենա այդ երկաթգծի արդիականացման ու բացի արդիականացումը ամերիկյան լոկոմոտիվների այդ համակարգերի, որոնք պիտի գործեն, որոնք կարող են աշխատել ոչ միայն բեռների բեռնափոխադրումների առումով, այլ հետագայում նաև մարդատար լոկոմոտիվների առումով այդ ընթացքը տանելու։
Ես համոզված եմ, որ Միացյալ Նահանգները սրանում կողմ է։ Հայկական կողմը խոսում էր երկու չհամաձայնեցված կետի մասին այն մասով, որ դրանցից մեկը երրորդ երկրների ուժերի ներկայության բացառումն է, երկու երկրի սահմանային հատվածում եւ մյուս կետը վերաբերում էր այն բանին, որ միջազգային հայցերը հետ քաշվեն։ Հիմա նախորդ օրը վարչապետ իր հարցազրույցում ասաց, որ այդ երկու դրույթները ոչ մեծ չափի, բայց էվոլյուցիա են ապրել, ասելով, որ եւ տեսնելով, որ մեզ չի հաջողում ունենալ իդեալական ձևակերպումներ այս առումով, եկել ենք եզրակացության, որ այս պահին արկա բովանդակությունը կարող է համարվել այն փոխզիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել Հայաստանի համար, սա կոմպրոմիսային տեքստ է, ինչպիսին որ առհասարակ լինում է խաղաղության համաձայնագիրը եւ դրանում ոչ մի դրույթ միակողմանի չի։ Ինչ է նշանակում սա կոմպրոմիսային տեքստ է առաջին հերթին եւ ինչպես են հայկական կողմի առաջարկությունները ենթարկվել էվոլյուցիայի։ Մանավանդ որ մենք հիշում ենք, որ ԱԳՆ-ն ասում է, որ այո, հայկական կողմը ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները այդ երկու դրույթի վերաբերյալ։ Նախ ասեմ, որ հայկական կողմը կուզենար, որ չհրաժարվեր իր հայցերից։ Եվ այստեղ կոմպրոմիս կա, ու վարչապետը ինքն էլ ասաց, որ տվյալ համաձայնագրում նշված բոլոր կետերը երկկողմանի են։ Չկա որևէ կետ, որը վերաբերվում է միայն Հայաստանին կամ որը վերաբերվում է միայն Ադրբեջանին։ Այսինքն հայցերից պիտի հրաժարվի նաև Ադրբեջանը։ Ես ասեմ, որ Ադրբեջանը մի բավականին լուրջ հայց ունի։ Այդ հայցը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի մեր կողմից ազատագրված 7 շրջանների, այդ 7 շրջաններում տեղի ունեցած գործընթացների փոխհատուցմանը։ Այսինքն Ադրբեջանը իրապես նկարահանել է այն տարածքը, որը հետո ինքը արդեն Արցախյան այս վերջին պատերազմից հետո մտավ եւ նաեւ նկարներով հիմնավորում է թե ինչեւ է այդտեղ ինչ է եղել։ Եվ բնականաբար, քանի որ այդտեղ մարդիկ չեն ապրել, բնականաբար այդ տարածքում ոչ մի բան չի մնացել։ Այսինքն այդ քաղաքներից, գյուղերից ոչինչ չի։ Նաև հայկական կողմի շահերից է, որ այդ հայցից Ադրբեջանը հրաժարվի։ Այսինքն Ադրբեջանը այդտեղ ստացվում փոխզիջումային տարբերակ երկու կողմից։ Այո, բացատրածս հենց այդ էր, որովհետև այդ հայցը Ադրբեջանի եւ Ադրբեջանի ներկայացրած էկոլոգիական հայցը, մասնավորապես Դրմբոնի եւ այլի այդ մետաղական հանքավայրերի եւ նրանց էկոլոգիային տված վնասի շատ մեծ թվեր են։ Ու եթե անգամ եվրոպական դատարանները կամ արևմտյան դատարանները այդ հայցը 1-2-0-ով էլ պակաս գնահատեն ու բավարարեն, այդ բավականին ծանր բեռ կլինի Հայաստանի տնտեսության ու բյուջեի համար։ Այսինքն այստեղ որոշակի առումով փոխզիջում կա։ Իհարկե մենք էլ ունենք շատ լուրջ հայցեր, որոնք կարող են թվով նաև դրանից ավել լինեն, չգիտեմ, բայց սա իսկապես այստեղ փոխզիջումային խնդիր կա միանշանակ։ Ինչ վերաբերվում է երրորդ երկրների ուժերի դիտորդների կամ դիտորդների խնդրին։ Այս խնդրին իսկապես Սոսե Թաթիկյանի առաջարկածը ինձ ոչ միայն զարմացրեց, այլև շատ դրական էր, որովհետև ինքը դիմում էր նաև քաղաքացիական հանրությանը։ Ինչ էր ասում ինքը։ Նախ վարչապետն ասաց, որ փաստաթղթում գրված է, որ երրորդ երկրի ուժեր չպետք է ներկա գտնվեն ողջ սահմանագծով։ Ինչի ողջ սահմանագծով։ Որն է երրորդ երկրի ուժեր հասկացող։ Իմիջայլոց վարչապետը շեշտեց, համաձայնագրի մեջ որևէ ձևակերպում չկա եվրոպական դիտորդների ներկայության մասին, կա երրորդ երկրների ուժերի չտեղակայման մասին համաձայնություն։ Այստեղ իհարկե հարց է առաջանում, մեր տարածքում որպես երրորդ երկրի ուժ կարող է դիտարկվել Եվրամիության դիտորդական առաքելությունը։ Եթե նման ձևակերպում չկա, ապա որ երրորդ երկրների ուժերի մասին է խոսում վարչապետը, ովքեր են նրանք։ Երրորդ երկրի ուժերը էլի վերաբերվում է երկու կողմերին։ Հենց այստեղ Սոսեի ասածը հետևյալն է, որ եվրոդիտորդները դրանք ուժեր չեն, դրանք քաղաքացիական նախաձեռնություն են։ Այսինքն եվրոդիտորդները այդ քաղաքացիական նախաձեռնություն է։ Ու ինքը քաղաքական հանրությանը ասում է ինչ եք սպասարկում Ադրբեջանի մոտիվները, որ իրենք եվրոդիտորդներին ուժ են համարում, դուք էլ ասում եք, որ այդ ուժ է։ Բայց Ադրբեջանի պահանջն է, չէ՞ դա, պարոն Սարգսյան, իրենք հենց կոնկրետ եվրոպական դիտորդական առաքելության մեջ են խնդիր տեսնում։ Իրենք ասում են հենց իրենք պիտի դուրս գան սահմանից, նույնիսկ եթե կողմերը համաձայնություն են ձեռք բերել երրորդ երկրների ուժերի չտեղակայման մասին։ Գիտեք, խնդիրը նրանում է, թե փաստաթղթում ինչ է գրած։
Փաստաթղթից դուրս Ալիևն ասում է հայերը զրո վստահություն ունեն ու իրենց համանadrությունը մինչև չստորագրեն, այս թուղթը չեմ ստորագրելու։ Մենք էլ ասում ենք այս թուղթը ինչ համաձայնեցրել ես, հենց իմ ասածը սա է։ Բերեք ստորագրենք, ու ես ասում եմ, որպեսզի այդ արվի, թող Հայաստանի Հանրապետության իշխանությունները դիմեն Միացյալ Նահանգների իշխանություններին, ասենք խնդրում ենք նախաձեռնեք խաղաղության այս գործընթացը ձեր հովանի տակ անելու, նաև երկաթգծի այս խնդիրները վերցրեք անելու, նաև մենք պատրաստ ենք Հայաստանի բնական ռեսուրսների հիմնական մասում ձեր ներդրումները աչքի տակ ունենալով առաջարկել ձեզ Քաջարյանի ձախ խապում գալ ու ներդրումներ անել։ Այսինքն այս համակարգ է, որը շահագրգռելու է Միացյալ Նահանգների վարչակազմին Իլհամ Ալիևին Միացյալ Նահանգներ հրավիրելու եւ Վաշինգտոնում Թրամփի հովանի ներքո, որը նույնն է Միացյալ Նահանգների հովանու ներքո, ինչ չգիտեմ ինչի քննադատել էր Ստեփան Սաֆարյանը, թե որևէ անհատի Թրամփը Միացյալ Նահանգների նախագահն է, անհատ չի, եւ եթե որևէ թուղթ ստորագրվում է իր հովանու ներքո, դա նշանակում է, որ Միացյալ Նահանգների հովանու ներքո է ստորագրում, ու իմ կարծիքով սա այդ խաղաղության հետագա երաշխիքը կտրուկ բարձրացնում է։ Այսինքն պիտի նայվի թե փաստաթղթում ինչ է գրված։ Իսկ թե Ալիևն ինչ է ասում, այդ ուրիշ խնդիր է։ Հիմա համաձայնագրի վերջնական կետերի համաձայնությունից հետո ի վերջո այդ դիտորդները պիտի դուրս գան սահմանից մեր, թե պիտի դուրս չգան։ Գիտեք, հստակ է սա։ Կան հարցեր, որոնց ուղիղ պատասխանները ջղաձգություն են առաջացնում ադրբեջանական թևի մոտ։ Եվ այս հարցերին ուղիղ տալը, ուղիղ ակնկալելը հանրային դաշտում ինչ-որ բան դնելու առումով այդքան էլ օգտակար չի։ Ու ես մեր լրագրողական դաշտին խորհուրդ կտամ նաև պետականության ու մեր անվտանգության տեսանկյունի առումից Հայաստանի պետական իշխանավորներին նման հարցեր տալ։ Ինձ կարելի է տալ, ես պետական իշխանություն չեմ, եւ իմ ասածը իշխանությունը կարող է ասել կուսակցությունը իր անհատ տեսակետն է, բայց վարչապետին, արտգործնախարարին պարտադրել այդ հարցերն ասել, հերնել անիծած թե դրանից հետո Ադրբեջանն ինչ կասի, կգտնի այդ պատրվակ որևէ բան չէ։ Հիմա մենք ասում ենք, ես ասում եմ, որ մենք պիտի ստիպենք Ադրբեջանին պատրվակ չթողենք, որ ինքը գա այս թուղթը ստորագրի։ Ես չեմ ասում այս թուղթը շատ լավն է, ես ասում եմ այս թուղթը չեմ էլ ուզում քննարկել ինչ է, որովհետև եթե 16 անգամ թուղթը գնացել եկել է, այդ արտգործնախարարությունում, անվտանգության խորհրդում մարդիկ 16 անգամ քննարկել են։ Ես իրավունք չունեմ մտածել, որ այդ մարդիկ ավելի քիչ հայրենասեր են, քան ես, կամ այն լրագրողը, որ այդ հարցը տալիս է։ Այնտեղ նստածնել որևէ մեկը չի մտածել, ինչ որ բան գնամ Ադրբեջանին զիջեմ։ Կա փաստաթուղթ, այդ փաստաթուղթից հրաժարվելը նշանակում է գնալ պատերազմի։ Մենք հիմի ուզում ենք գնանք պատերազմի, թե ուզում ենք հասնել խաղաղության։ Կա փաստաթուղթ, որը ասում է վերջնական է, աշխարհը ողջունում է ես։ Մենք պետք է ասենք, եկեք այս փաստաթուղթը հնարավորինս շուտ ստորագրենք։ Քանի որ Ադրբեջանը չի ուզում Եվրոպայում գնալ, որտեղ այնտեղ միայն հակառակորդներ ունի։ Դրա համար ես առաջարկում եմ այդ անել Միացյալ Նահանգներում։ Իսկ Միացյալ Նահանգներում նախկին Բայդենի կառավարության ժամանակ 2 անգամ Բլինկենն առաջարկեց ու Ադրբեջանը չգնաց, ասաց կողմնակալ եք։ Այսօր էլ ինքը մեղադրում է Բլինկենին, բայց ուզում է Թրամփի իշխանության հետ լավ լինել։ Ու այս պարագայում ես համոզված եմ, որ Միացյալ Նահանգներից առաջարկի դեպքում Ադրբեջանը չի մերժելու։ Իսկ որ Միացյալ Նահանգները կուզենա այդ իր հովանու տակ անել, այդ տրամաբանորեն միանշանակ հնարավոր է։ Եվ նման քայլը, որ եթե մենք դիմենք, դա որևէ վնաս չի կարող Հայաստանին տալ, անկախ նրանից Միացյալ Նահանգները իր հովանու տակ կանի, թե ոչ։ Պարոն Սարգսյան, հիմա այս համաձայնեցված փաստաթղթով ապաշրջափակման հարցը, Հայաստանի ճանապարհների, սահմանների բացվելու հարցը որևէ կերպ հասցեագրվում լուծվում է, թե ոչ։ Միանշանակ ոչ, որովհետև ապաշրջափակման եւ սահմանների խնդիրը, օրինակ սահմանների սահմանազատման խնդիրը առանձնացված է եւ լուծվում է համապատասխան հանձնաժողովով։ Այս պայմանագիրը, այս համաձայնագիրը մի կարևոր կետ ունի, գերկարևոր կետ։ Կողմերը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի համաձայն։ Քննադատություն այս մասով կար նախորդ օրը հնչեց, չեմ ասի, որ ընդդիմադիր գործչի կողմից ասում էին, արդյոք համաձայնագրի մեջ ամրագրված է, որ Ադրբեջանն էլ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է այն քառակուսի կիլոմետրերը, որը իրականում գոյություն ունի, ինչպես որ Հայաստանն է ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հենց քառակուսի կիլոմետրերով, արդյոք ամրագրված այդ համաձայնագրում եւ իրենք իրենց հարցին պատասխանում են, որ ոչ։ Գիտեք, ես չգիտեմ իրենք որտեղ են կարդացել այդ փաստաթուղթը,
Բայց ես կարդացել եմ Պրահայում համաձայնության եկած փաստաթուղթը, Պրահայի համաձայնությունը, որը Ալիևը չստորագրեց, եւ Գրանադայի համաձայնությունը, որը էլի Ալիևը չստորագրեց, եւ այդ երկու համաձայնագրերում միանշանակ նշված է Ալմաթայի հռչակագիրը եւ նաեւ սահմանազատման հանձնաժողովի փաստաթղթում առաջին անգամ Ադրբեջանի նախագահը ստորագրեց մի փաստաթղթի տակ, որտեղ նշված է Ալմաթա։ Այսինքն այս համաձայնագիրը իր համատեքստում մի ընդհանրություն ունի, որ երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մակում ճանաչված այդ տարածքով, որը Ալմաթայի հռչակագրով սովետական միության այդ ժամանակվա տարածքն է։ Այսինքն Հայաստանի պարագայում 29400 էր, Ադրբեջանի պարագայում 68000 էր, 64000 էր, չեմ հիշում ինչքան։ Ամփոփելով զրույցը, համաձայնությունը, որը ձեռք բերվեց կողմերի միջև ստորագրելի իհարկե կետերի համաձայնությունը, դրանից հետո Ադրբեջանը բնականաբար էլի իր նոր պահանջներն էր առաջ քաշում։ Դրանք նոր չեն, բայց դրա մասին կրկին բարձրաձայնվեց։ Այն, որ այս պայմանագիրը կստորագրվի, եթե Հայաստանը փոխի կամ լուծի իր սահմանադրության հարցերը եւ նաեւ Մինսկի խմբի լուծարման հարցերը։ Սրանք նոր պահանջներ են եւ արդյոք այսպիսի շատ այլ պահանջներ կարող են առաջ բերվել եւ պայմանագիրը այդպես էլ չի ստորագրվի, լինել կաչ խնդրում եմ։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը դրանով ինքն իրենց ծիծաղելի իրավիճակի մեջ է դնում, որովհետև կարծում եմ իրենք փոշմանել են, որ համաձայնություն են տվել այս փաստաթղթին, ասելով, որ Հայաստանը մեր բոլոր պայմաններին համաձայնեց։ Մեր առաջարկների երկու։ Այո, փաստաթղթում գրված են կետեր, որին Հայաստանը ցավոտ զիջումների գնալով համաձայնել է։ Դուք էլ ասում եք, որ համաձայնել է։ Հիմա այս փաստաթուղթը ստորագրեք։ Այս փաստաթղթում գրած չի ոչ հանրակրվեի անցկացումը, գրած չի միջանցքների եւ այլի ճանապարհների մասով, գրված կլինի, որ ճանապարհները պիտի ապաշրջափակվեն եւ դրա կողմնակիցը Թուրքիան է եւ ես համոզված եմ, որ հիմնականում Թուրքիան է ճնշել Ադրբեջանին, որ Ադրբեջանը այս համաձայնությանը գնա եւ ես համոզված եմ, որ Թուրքիային էլ ճնշողը այն միջանցքի կողմնակից գերտերությունն է Միացյալ Նահանգները։ Այս պայմանագիրը գործելու է ինչքան էլ Ադրբեջանը փորձի դիմադրել, որովհետև այստեղ շահագրգռված կողմերը աշխարհակաղակական կոմունիկացիաների մոտավորապես միջանցքի իրացման վրա են եւ Հայաստանը պիտի բռնի այն աշխարհակաղակական կենտրոնից, ով առաջարկում է այդ միջանցքը շահագործել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Արամ Սարգսյանն էր, կհանդիպենք։